Եթե մի բան կապված է երեխաների հետ, ոնց կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել։ Օրինակ, յուրաքանչյուրը վերցնենք, որ մեր երեխան ելնելով սոցիալական ծանր վիճակից գնում է գիշերօթիկ դպրոց եւ մանկավարժերը նման վերաբերմունք են արտահայտում երեխաների նկատմամբ։ Ինչ կանեք դուք։ Օրինակ դուք որ իրենք ոնց կվերաբերվեք ձեր երեխային, որ նման մարդիկ վերաբերվեն, ժամկետանց կեր տան, խփեն ձեռքերին, կռացած գրի։ Ես չեմ հասկանում, մեկ ինչ մոտեցում է, ոնց եք վերաբերում, ով է այդ իրավունքը ձեզ վերապահել ընդհանրապես, թե դու մտածում եք անպատիժ եք, ոնց կարելի է նման վերաբերել։ Ես ուղղակի շատ վատ եմ զգում, որ ամբողջ մամուլը նախ այս ինֆորմացիայով լցված է եւ որևէ լուծում ասում նկատողություն են տվել։ Ինչ է շուտ նկատողություն տվել։ Դե անմիջապես ազատ եք։ Չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել երեխաներին։ Իրենց կամքից անկախ են հայտնվել այստեղ։ Իրենք սոցիալական խնդիր ունեն, ապրելու խնդիր ունեն։ Մենք փող ենք բյուջեից հատկացնում, որից մարդկանց նորմալ սցենեք, դաստիարակեք, ոչ թե ծեծեք։ Չի կարելի նման բան թույլ տալ։ Եվ ես շատ խիստ եմ լինելու։ Ձեր բոլորի նկատմամբ շատ խիստ եւ այսօր որոշում եմ կայացնելու, շատ մարդիկ չեք աշխատելու։ Ես նախ ուզում եմ նորից ընդգծել ու շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն վարչապետ, որ դուք այսօր մեզ հետ այստեղ եք, կարող է թվալ երկրի մասշտաբով, որ սա փոքր խնդիր է, հազարավոր հարցեր ունեք լուծելու, բայց այս 60 կամ 40 երեխաների ճակատագիրը հիմա ձեր շնորհիվ կարող է փոխվել, որտեղ մեր աշխատանքների արդյունքում ցավոք սրտի մենք չէինք կարողանում ստանալ այն ինչ որ հիմա կարող ենք ստանալ, այսինքն իրական փոփոխություն։